Արարատյան խոհանոց, արարատյան հպարտություն, արարատյան բնավորություն։ Այս ամբողջն է այսօր տիրում, այստեղ բարեկամներ հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ քաղաքապետարանի համատեղ կազմակերպած միջոցառմանը տոնատիսական կերակրտեսակների ցուցահանդես փառատոն։ Բարեկամներ, դուք այստեղ կտեսնեք 13 տոնին հարիր կերակրատեսակները, ամեն մի տաղավար կներկայացնի մեկ տոնին վերաբերող ծիսական կերակրատեսակներ եւ 1 տոն, լինի դա եկեղեցական թե ժողովրդական տոն։ Ես ուզում եմ ուշադիր լինեք, որովհետեւ մենք փակմանը կմիանանք ձեզ եւ ունկնդրեք տեսեք, թե ինչ հարստության ժառանգորդ ենք մենք, իհարկե խոհանոցի իմաստով, եւ ինչքան բազմազան է մեր խոհանոցը։ Արդեն 7-րդ տարին է նշվում, տարբեր տարիների տարբեր տոներ ենք ընտրել, այս տարի ընտրել ենք խաղաղօրինակը, ուղղակի տենց ենք ընտրությունը կատարել, իսկ ներկայացնում ենք բնականաբար խաղաղօրինակին հարիր կերակրատեսակներ, դա լցոնած սմբուկ նսիսերով, հալվա, ավանդական գաթա, տոլմա եւ հարիսա։ Ինչպես գիտենք, խաղաղօրինակի տոնը նաեւ դեռ բնապաշտական ժամանակաշրջանից է գալի, դա Անահիտին նվիրված տոններ, որը հետագայում քրիստոնեությունից ընդունվելուց հետո վերածվեց նաև կոչվում էր Մարիամ Աստվածածնի տոն։ Եվ քահանաները գնում էին, օրհնում էին խաղողը ու գալիս էին, դրանից հետո առաջի անգամ խաղողը հենց առաջի անգամ պետքա հենց այդ օրը ուտեն։ Սեղանին դրված է հալվա, լցոնած սմբուկ, գաթա, տոլմա, հարիսա։ Ես կարծում եմ այս միջոցառումը իր լրումը չէր ստանա, եթե հայ եկեղեցին մասնակցություն չունենար։ Մենք ներկայացնում ենք Սուրբ Զատիկի տոնը, ընտրել ենք այս տոնը, քանի որ շատ ենք սիրում այս տոնը, ներկայացնում ենք եւ պատրաստել ենք զանազան անուշեղեններ, ձկով ուտեստներ, լավաշի մեջ փաթաթված բլինչիկի պես, խմորեղեններ, կոնֆետեղեն, հալվան, ավանդական փափաման դդումի մեջ եւ զանազան անուշեղեններ, կոնֆետեղեն եւ այլն։ Ձեր ընթരാճը դա հեթանոսական դարաշրջանի տոներից է, որը համընկնում է այսօր մեր ազգային տոներին, որպեսզի կարողանանք յուրաքանչյուրին տեղյակ պահել եւ հիշեցնել, որ մենք ունենք չափից ավելի շատ տոներ, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր քոլեջ, յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ընտրեց իր ուղին, ընտրելով ամեն մեկը մեկ տոնական տոնախմբություն։ Կոնկրետ մերը Ձիար ընթരാճն է, որին համապատասխանում է հիմնական ուտեստներից փոխինդը, որը հենց տեղում մենք պատրաստում ենք եւ մատուցում ենք, որից հաջորդում է գաթան, որից հետո հաջորդում են հալվաները, տարբեր տեսակի եւ քաղցրավենիքները։ Պատրաստել ենք նաև աքսեսուարներ, դա ասենք հիմնականում վերաբերում է նոր ամուսնացած եւ բոլոր մեր հայ ժողովրդին, որոնք ասենք պտտվում են կրակի շուրջը, 3 անգամ թռնում են եւ դա նշանակում է, որ իրենց բերում է բարիք, սեր, միություն, պտղաբերություն։ Խաչվերացի տոնը ունի նախևառաջ հեթանոսական ծագում, այն կոչվել է ուլնոց կամ գինետոն, բացատրեմ ինչու։ Ուրեմն հին ժամանակաշրջանում խաղողի վազը կարող են ուտել միայն ուլը եւ մարդիկ այսպես ասած պարժել են այդ կենթանուն, նրանք մորթել են ուլին, կախել են թոնրից եւ այնուհետեւ պատրաստելով ուլը, նրա յուղը երբ որ կաթացել է կաթսայի մեջ, այդ կաթսայի մեջ էլ պատրաստել են փլավներ, հիմնականում ծավալից են եղել այդ փլավները, ինչը այստեղ մեզ մոտ ներկայացված է։ Մենք ունենք նաեւ կենթանի ուլ, բացի դրանից ունենք կեքսեր պատրաստված ուլի տեսքով։ Քանի որ սեղանը առատ է եղել նաև գինիներով, որը հայոց առատությունը, բերքատվությունը խորհրդանշեց, դրա համար տոնը կոչվել է նաև գինետոն։
տոնը։ Գարթաբարը գիտենք որ բոլոր հայերի սիրած տոներից մեկն է, ինչպես նաև համարվում է երիտասարդների ամենասիրված տոներից մեկը։ Ըստ ավանդույթի այս տոնին մարդիկ գնացել են այսպես ասած աղջիկ ուզելու, որպես տոնը նվիրված է եղել Աստղիկացվածողին եւ իր սիրեցյալ Վահագնին, դրա համար մարդիկ հավատացել են, որ եթե հենց այսօրը գնան աղջիկ ուզելու, իրենց ամուսնությունը երջանիկ կլինի։ Տոնը ունի հեթանոսական պատմություն, որ նվիրված է Աստվածուհուն, ըստ որի Աստղիկը լողանալուց է եղել Արածանի գետի ջրերում, իսկ իրարված երիտասարդները փորձել են տեսնել Աստղիկին, որպեսզի ես տեսնել է իրենց սիրեցյալների հետ միացնի իրենց, սակայն Աստղիկը այն ոչ դաշտը պատել է մշուշով և չի թողել, որպես իրեն տեսնեն, դրանից էլ առաջացել է այդ տարածքի անմուշ, իսկ դաշտը կոչվել է Մշոդաշտ։ Տաղավարում ներկայացնում ենք Նազոկ և Ագդակ, որոնք հին հայկական քաղցրավենիքներ են, եղել են Վարդավառի հիմնական ուտեստներից, ինչպես նաև ներկայացնում ենք խորոված խնձոր, քանի որ տոնը ժողովրդի մեջ կոչվել է նաև խնձորի պահք։ Այդ օրը տարվա մեջ առաջին անգամ մարդիկ խնձոր են կերել։ Մի շարք վայրերում, օրինակ Շամախիում, ամբողջ գիշեր մեծ դեզեր են վառել, իսկ առավոտյան այդ դեզերի մոխիրների վրա խորովել են խնձորները և կերել այդ խնձորները։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր, որ մենք պատրաստում ենք ձեզ ցույց տալ։ Կարծում ենք դուք նույնպես արարատյան հպարտություն ունեցաք, կարծում եմ դուք նույնպես արարատյան տրամադրություն ունեցաք։ Միշտ հետևեք մեզ բարեկամներ եւ այս կերակրատեսակների, այս ամբողջ համակարգը կերակրատեսակների հատիկ առ հատիկ մենք պիտի նորից ցույց տանք ձեզ պատրաստման եղանակը, նաեւ ճաշակելու եւ մատուցման եղանակը։ Այսքանն ենք այսօրվա համար պատրաստել։ Ուզում եմ, որ մենք միշտ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։